Это процессы, которые проходят согласно избирательному законодательству Республики Армения. И вы знаете, что, к сожалению, есть многие факты избирательной коррупции. Конечно же, государственные институты Республики Армения должны среагировать. Mr. Pashinyan, for Georgian public broadcaster, what's your expectations? Why are you confident to win and what would be implication for region? I'm confident that people will win. I'm not the, it isn't the personal matter or personal issue. My expectation, I'm sure that citizens of Armenia will win. For the implications of the region, Democracy is instrumental for regional peace, and I'm sure on our regional peaceful future, because now fortunately we have peace with Azerbaijan. You know that we have very deep and brotherly relations with Georgia, and of course I expect to have settlement and establishment of diplomatic relations with Turkey, and I'm sure that in coming times border railway and roads with Turkey also will be opened, and of course the TRIP project is a game-changing one which will bring, by the way, benefits to all countries of our region, because we will have not only east-west routes open, but also south-north, which is very, very beneficial for Armenia, for Georgia, for Azerbaijan, for Turkey, for Iran. It is very important news. Պարոն Վարչապետ, այնպես ստացվի, որ Պարոն Վարչապետ, իսկ եթե այնպես դասավորվի, որ օրինակ իշխանություն դառնալու համար մեծամասնություն չունենաք, պատրաստ եք որպես ընդդիմադիր աշխատել։ Austrian TV, how will cooperation with Europe develop? Կատարելուց պետք է առաջնորդվի պետությանը, անկախությանը, ապագային խաղաղությանը և երեխաների հրապետությանը պետքանելու առաջ։ Պարոն Վարչապետ, հայտարարեք, որ ձեր հնարավոր հաղթանակի դեպքում մեկնելու եք Մոսկվա, ինչու եք առաջին հենց Մոսկվա գնում։ Նախ առաջինի երկրորդի հաղթի Մոսկվայում Թբիլիսիին եմ մեկնելու, ասել եմ նաև, որ հույս ունեմ, որ նաև հնարավորություն կունենամ մասնակցելու եվրոպական քաղաքական համայնքի գազական ժողովին Բաքվում, եւ մենք պատրաստ ենք միջազգային հարաբերությունները զարգացնել։ Ռուսաստանի համաձայնեցված այց կա արդեն, պարոն Վարչապետ։ Լարվածություն չեմ տեսնում, դա արհեստական լարվածություն է, Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները ունեն ինստիտուցիոնալ ֆորմ եւ հենված են փոխադարձ հարգանքի վրա, ընտրական Հայաստանի Այց կա արդեն, պարոն Վարչապետ։ Ես լարվածություն չեմ տեսնում, դա արհեստական լարվածություն է, Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները ունեն ինստիտուցիոնալ ֆորմ եւ հենված են փոխադարձ հարգանքի վրա, ընտրական Հայաստանում գործող որոշ ուժեր իրենք փորձում են լարվածություններ ստեղծել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում, այդ լարվածությունները չեն ստեղծվում այն պատճառով, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ մենք ունենք Պարոն Վարչապետ, կներեք, բայց հրապարակումներ եղան, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատակազմում կա Պաշտոնյա Կիրիենկոն, որը սխեմաներ է մշակում ըստ տարբեր հրապարակումների, այդ թվում նաև Reuters-ի, որ Հայաստան մարդիկ բերեն ընտրությունների վրա ազդեցություն ունենան, այս թեման պատրաստվում եք քննարկել Մոսկվայի հետ, թե ոչ։ Գիտեք, այն սխեմաները, որոնք չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության, այդ սխեմաները պետք է արժանանան Հայաստանի պետական ինստիտուտների գնահատականին, իսկ ընդհանուր առմամբ ես կարծում բոլոր հարցերն էլ քննարկվում են ըստ անհրաժեշտության, եթե այդ հարցերի քննարկման անհրաժեշտություն ծագի, թույլ տվեք կանխատեսել, որ ընտրությունների արդյունքներում նման հարց քննարկելու անհրաժեշտություն չի առաջանում։ Պարոն Վարչապետ, դուք ասել եք, որ After the election, which
way Armenia will go, what will be the future for Armenia? Well, Armenian future will be the strategy of strengthening independence, statehood, democracy, rule of law, and we will continue the democratic reform path, of course with the support of our European partners, because you know that European Union is our main partner in democratic reform implementation, and we will continue that path. And you know, I announced, and we have law already, that we will reform Armenia, trying to make it compliant with the European Union's standards, and that is first strategical goal. After that, we will see, because after that, when Armenia really is fully and sincerely compliant with the standards of European Union, we have two possible scenarios. One, European Union is accepting Armenia as a full member. Another version, European Union isn't accepting Armenia as full member, because it dependent from many political nuances. For example, European Union could decide that doesn't want to enlarge. It can happen. But in any case, we will win, because we will have, even in the second scenario, we will have country fully compliant with European standards. What about balancing the relations between European Union and Russia? You know, it is another matter. It is a matter of foreign policy, and you know that we are providing balance and balancing foreign policy, and in any case we will be adhered from that course. What are your expectations from the result of the vote today? My expectation is free democratic elections and expression of free will of the citizens of Armenia. Mr. Pashinyan, if you will, what kind of relationship will be between Armenia and Georgia? Cooperate with Georgia more and more closely as it is possible. Thank you. Мистер Пашинян, Президент Китая, будут ли эти выборы влиять на стратегическое партнерство Армении с Китаем? Вы знаете, мы в прошлом году мы подписали с президентом Си Цзиньпин документ, приняли документ о стратегическом партнерстве, и это факт. Я уверен, что по итогам выборов этот факт не изменится в негативном контексте. Этот факт, я думаю, что наше стратегическое партнерство будет развиваться дальше, потому что обе стороны заинтересованы, и особенно в рамках проекта «Перекресток мира» там есть очень много возможностей, и я уверен, что наше сотрудничество увеличится. Պարոն Փաշինյան, ձեզ անհանգստացնում է Արթուր Օսիպյանի առողջական վիճակը։ You know, I love Georgia and I love Georgia. Պարոն վարչապետ, ձեզ անհանգստացնում է Արթուր Օսիպյանի առողջական վիճակը։ Պարոն վարչապետ, իսկ ռուսական կողմից Հայաստանի նկատմամբ սանկցիաներ դուք արհեստական լարվածություն եք համարում Հայաստանի Ռուսաստան հարաբերությունում։ Դուք նշեցիք այդ լարվածությունը արհեստական, բայց մենք տեսնում ենք, որ կոնկրետ գործողություններ են սանկցիաներ եք իրականացնում, բայց նման խնդիրներ անընդհատ են լուսաբանվում է Հայաստանում գործող դες այդ ուժերի շրջանակների հետաքրքրվածության վերումով ծախսերով, այսինքն աշխատանքային հարցեր,
ԵԱՏՄ ոչ միայն Հայաստանում, ԵԱՏՄ-ի բոլոր երկրների մեջ այս կարելի լինում ամեն անդամ Եվրասիական տնտեսական միության բարձրագույն տնտեսական խորհրդի միջկառավարական որոնք ասում են հարցեր, որոնք կապված են այս նման երևույթների ֆիտոսանիտարական հարցերի, ստանդարտների, արտահանումների, վերարտահանումների, ապրանքների ծագման հետ կապված խնդիրների, որովհետև բոլոր երկրներն են Եվրասիական տնտեսական միության շարժվող են, եւ ընդհակառակը անհանգստացած են, որ չլինի այնպես, որ երրորդ երկրների ապրանքներ ներկրվեն ԵԱՏՄ երկրից, դառնան ԵԱՏՄ ապրանք եւ վերարտահանվեն ԵԱՏՄ ուրիշ։ Այսինքն այս պրոցեսները մենք անընդհատ ենք, անընդհատ։ Այդ դեպքում ինչու եք ասում, որ հունիսի 7-ից հետո այդ բոլոր հարցերը կլուծվեն։ Որովհետև այդ բոլոր ես մայիսին Եվրասիական տնտեսական միության բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին կարողացան մասնակցել, այսինքն իմ բացակայությունը նկատում եմ։ Հունիսի 7-ից հետո կվերադառնա։ Նորություններ կան Եվրամիություն արտահանումների։ Եվրամիությունը արդեն նոր ուղղություն է։ Դուք գիտեք, որ ամենակարևոր եւ հաճելի լուրը այն է, որ Եվրամիության հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը այդ հեռախոսազրույցի ընթացքում բացի այն, որ իրենք հրատապ 50 միլիոն եվրոյի աջակցություն ցուցաբերել, որպեսզի մենք որոշակի սուբսիդավորենք գյուղատնտեսական եւ այլ ապրանքների արտահանման հետ կապված արհեստական պրոբլեմները, եթե հայտնաբերեն եւ երկրորդը Պիկին նախագահը շատ ամենակարևոր լուրը որ Հայաստանի Հանրապետության գյուղ ապրանքները առանց մաքսի, այսինքն ազատ մաքսային ռեժիմով արտահանում են Եվրոպական միություն, այսինքն բոլոր Եվրոմիության բոլոր երկրները նոր պատրաստում են Հայաստանի կարգավիճակի հարցը քննարկել։ об угрозе Лукашенко в вашу сторону? Предупреждают вас об украинском сценарии. Кто? Александр Лукашенко. Հայաստանի կարգավիճակի հարցը քննարկել ԵԱՏՄ-ում, ԵԱՏՄ անգամ պետություններում եւ դա բացի դրանից էլ մի քանի օր առաջ ընդունված հայտարարությամբ կոչ էին անում, որպեսզի հանրաքվե իրականացվի ԵԱՏՄ թե ԵՄ ուղղության առումով։ Մենք այս առումով ինչպես են կարողանալու նախ կարգավիճակի մասով արդյոք կարող են զրկել Հայաստանի ԵԱՏՄ անդամ պետության կարգավիճակից եւ հանրաքվեի մասով ցույցը։ Չեն կարող Հայաստանը զրկել տնտեսական կարգավիճակից եւ Եվրասիական տնտեսական միությունը բոլոր գործիչները կայացնում են կոնսենսուսով եւ Հայաստանի Հանրապետությունը հետեւաբար ունի նաեւ վետոյի բոլոր երկրների։ Ինչ վերաբերում է հանրաքվեի տեղի կունենային ժամանակ, երբ որ լինի հանրաքվեի առարկա, իսկ հանրաքվեի առարկան առնվազն Հայաստանը պետք է դիմաց լինի պաշտոնապես Եվրոպական միության անդամ դառնալու կամ պետք է ունենա Եվրոպական միության անդամ երկրի կարգավիճակ։ Այդ երկուսից ոչ մեկը չկա այս պահին, եւ ես ինչու չենք լինում, որովհետեւ մենք օբյեկտիվորեն մենք գիտենք, չէ՞ որ մենք պատրաստ չենք այդ կարգավիճակը։ Մենք դեռ պետք է բարեփոխենք։ Այսինքն ինչու ենք ուղղակի ձևի համար դիմում աղմուկ աղաղակելու համար։ Մենք հիմա հանդարտ կշարունակենք բարեփոխումների ճանապարհը, երբ որ նաև Եվրոպական միության մեր գործընկերների գնահատականը մենք այսօր դրիչ պրոբլեմներ ունենք ինստիտուցիոն սկսած դատական համակարգի անկախության եւ այլն հարցեր ունենք, որոնք պետք է լուծենք։ Այսինքն դա ինքնանպատակ չի մեզ համար, եւ ես ասել եմ նաև, որ Եվրոպական միության անդամ գրելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագիծը ես ընկալում եմ նաև մեզ համար լրացուցիչ խթան, որ մենք շարունակենք նույն տեմպով մեր բարեփոխումների օրակարգը
եւ գնանք այդ ճանապարհով։ Երբ որ մենք կամ Պարոն Փաշինյան, ստացվում է մենք սպասում ենք միջև պատրաստվենք Եվրամիությանը, հետո դուրս գանք ԵԱՏՄ-ից։ Դա ես չեմ կարող որոշել։ Իմ խնդիրն է, որ Հայաստանի ժողովուրդը ունենա այլ ընտրանքներ, Հայաստանի ժողովուրդը իր քվեարկությամբ կորոշի ինչ ճանապարհով ենք մենք գնում։ Եվ այս առումով ես կարծում եմ, որ օրինակ ես որպես Եվրասիական տնտեսական միության երկրի անդամ եւ բարձրագույն պաշտոնյա Եվրասիական տնտեսական միության, ես կարծում եմ ԵԱՏՄ-ի մեր գործընկերները մի փոքր տակտիկական ճիշտ չեն մոտենում հարցին եւ որոշ հայտարարություններով փոխանակ ԵԱՏՄ-ի համարումը եւ ԵԱՏՄ-ի ընկալումը մեր երկրում Հայաստանում բարձրացրել, ամեն ինչ անում են, որ ԵԱՏՄ-ի ընկալումը մեր երկրում ինչն է։ Այսինքն հետո մարդիկ են չեն որոշել, ես չեմ որոշել, դա հնարավոր չէ։ Պարոն վարչապետ, բայց հանրաքվեի դնելու հարցը կառավարությունն է որոշելու, որ փուլում կհամարեք, որ արդեն հանրաքվեի հարցը հասունացած է։ Երևի չի լսվում են կողմի պատասխանները։ Ես ասացի, որ մենք կամ պետք է դիմաց լինենք Եվրոպական միության անդամավորել, կամ պետք է ունենանք անդամ նկատում եմ, երբ Հայաստանը կորոշի սկսել, այս փուլում մենք բարեփոխումների մասին ենք խոսում։ Հիմա դուք էլ չէ լրագրողները բազմաթիվ հարցեր եք բարձրացնում դասական համակարգի կապված, չգիտեմ, հակակոռուպցիոն պայքարի հետ կապված, այդ բոլոր տեղերում մենք պետք է հասնենք մի այլ մակարդակի, որպեսզի մենք օբյեկտիվորեն ինքներս մեզ առերեսնենք, ասենք գիտեք, ինչ մենք արդեն այդքան հասունացել ենք, որ կարող ենք այդ քայլը անել։ Մոտավոր ժամկետներ մտքում ունեք։ Հնարավորինս արագ կփորձենք բարեփոխումներ անել, այդ թվում տեսեք, մենք հիմա այդ թվում զանգվածային լրատվության միջոցների ոլորտում ենք շատ կարևոր բարեփոխում պատրաստում, մասնավորապես համընդհանուր հայտարարագրման համակարգում մենք շուտով կամ արդեն ընդունել ենք կամ շուտով կընդունենք կարգավորում, որ քաղաքացիները իրենց անձամբ ձեր հրահանգով Արմատ մեդիան փակվել։ Դուք եք քննիչին հրահանգել, պարոն Փաշինյան, ինչու փակվեց Արմատ մեդիան։ Կթողեք պատասխանեմ հարցերին։ Իմ հարցին եւս խնդրում եմ պատասխանեք, ես չեմ լսում այդտեղ։ Արմատ մեդիան ինչու փակվեց ձեր հրահանգով է, ձեր պարգևատրած քննիչը անձամբ փակել։ Ես ձեզ համար վատ նորություն ունեմ, գաղափար չունեմ Արմատ մեդիայի գոյության մասին։ Բայց փակել եք տվել։ Ինչպես կարող եմ ես փակել տամ մի բան, Ձեր որի պարգևատրած քննիչը փակեց։ Այս չեպազրույցի ժամանակ մի րոպե ինչ հարց է պատասխան։ Բարեփոխում, օրինակ, համընդհանուր հայտարարագրման համակարգով մենք կարգավորում ենք դնում, որ քաղաքացին հայտարարագիր լրացնելուց հետո որոշակի քանակ գումար կարողանա նվիրել որոշակի լրատվամիջոցի եւ հասարակական կազմակերպության, որպեսզի նաեւ քաղաքացիները իրենց քվեարկությամբ եւ ֆինանսավորման լրատվամիջոցներին հասարակական կազմակերպություններին աջակցեն։ Եվ այլն եւ այդպես շարունակ, այսինքն ես որ Հայաստանը դիմի Եվրոպական միություն, ես որ Եվրոպական միության պաշտոնյա ինքը նայելով քննարկելով օբյեկտիվորեն ասեմ, որ մենք այսօր պատրաստ ենք, ոչ մենք այսօր պատրաստ չենք։ Մենք բարեփոխումները պիտի շարունակենք եւ դա այդ օրենքը միջալով նաեւ շատ հստակ եւ շատ վառ արտահայտությունային բան է, որ մենք ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհից չենք հրաժարվի ոչ մի պարագայի, չենք հրաժարվի ոչ մի պարագայի, որովհետեւ ժողովրդավարական բարեփոխումները իրանք բարդություններ ունեն, իրանք վերելքներ ունեն, վայրերքներ ունեն, բայց ռազմավարությունը եթե ոչ ձեր գնահատմամբ ինչքան ժամանակից կպատրաստ կլինի եւ ինչ է արվում։ Դե գիտեք, գյուղի թեք հետ կապված ես ասացի, որ պատրաստելու բան մենակ կազմակերպչական, որովհետեւ եթե մաքսա Թուրքիի խնդիր լուծումը Եվրամիությունը, իսկ Եվրամիության կարող է համարել լուծված հարցը, ոչնդոց չեմ տեսնում։ Արդյունք, իմիջիալոց հարգելի գործընկերներ, եկեք չմոռանանք, որ վերջին տարիներին դեպի Եվրամիություն մեր արտահանը կրկնապատկվել է, դեպի Չինաստան կրկնապատկվել է, դեպի Հնդկաստան 87% աճ ունեցել, եւ մենք այդ դիվերսիֆիկացիայի քաղաքականությունը շարունակենք։ Բարոն Փաշինյան, Ինչու որոշեցիք նատարակնվել Արմատ մեդիան։ Պարոն Փաշինյան, համատարած վարչական ռեսուրս է կիրառվում։ Դուք այս ընտրությունները լեգիտիմ եք համարում։
Հետնատուներին եք ձեռ փակալում, դուք լեգիտիմ եք համարում, ժողովրդավարությունից խոսում եք ու լրագրողների համարում չեք։ Paris դուրս եկեք։